Հստակ հայտարարել ենք, որ մենք ընդդիմադիր դաշտում չունենք թիրախներ։ Մեր թիրախը օրվա վարչախումբն է։ Իսկ ընդդիմադիր դաշտի ուժերը մեր գործընկերներն են, պայքարի ընկերներն են այսօրվա ու վաղվա։ Բայց ցավոք, այս մեր կոչը շատ հաճախ այլ կերպ է մեկնաբանվում ու այսօր տեսակ, որ դաշտում հայտնված ինչ-որ նորեկներ, որ 5 տարի փնտրում էին, սեղանի տակից դուրս չէին գալիս, շատ չես հասկանում, մեր դեմ են պայքարում, թե այսօրվա իշխանության։ Մենք շարունակում ենք մնալ այն գծի մեջ, որ մենք ունենք մեկ թիրախ ու ամբողջ ուժերը պետք է մեկտեղենք այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու ու հետո միասնաբար ընդհանուր ջանքերով երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար։ Բայց եթե շարունակեն ընդդիմադիր դաշտից թիրախը տեղերով փոխվել, փորձել այս ճանապարհով ձայներ փոշիացնել ու շարունակել մեզ խփել, մեր համբերությունը, այսպես ասած, անսպառ չի։ Այո, մենք ունենք այնքան ռեսուրս, այնքան հնարավորություն, ունենք թիմ, որ եթե պետք լինի 2-3 ճակատով էլ կպայքարենք։ Բայց մենք շարունակում ենք, տեսեք, քանի ամիս ընդդիմադիր դաշտից տարբեր տեղերից փորձում են խփել ինչ-որ բաներ, չեն անդրադառնում, որովհետև իրոք մեր նպատակը դա չի։ Առաջիկայում էլ եթե դադարեցնեն, մենք դրա մեջ չենք մտնելու, որովհետև ունենք մեկ թիրախ, մեկ խնդիր, պետք է ու այս կարգախոս, այո, ճիշտ եք ասում։ Որովհետև այն խնդիրը, որ դրված է մեր իրավիճակում, նախ որևէ ուժ միայնակ չի կարող այդ խնդիրը լուծել, նաև վերարտադրությունը կանխել։ Եվ երկրորդ, մի ուժով հնարավոր չի նաև երկիրը այս վիճակից դուրս բերել։ Այո, պետք է բոլոր հնարավորությունները մեկտեղել։ Մենք այդ համոզմունքը ունենք, գնում ենք այդ ճանապարհով ու չենք շեղվելու։ Գնալու ենք ու հավատում ենք, որ միասին կարող ենք։